Բարև ձեզ Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, գիտեք, որ մենք աշխատում ենք ուղիղ եթերում եւ դա նշանակում է, որ դուք էլ ունեք հնարավորություն զանգահարելու, գրելու մեզ եւ ուղղելու ձեր հարցը այսօրվա մեր հյուրին։ Հիշեցնեմ մեր հեռախոսահամարը, կարծում եմ շատերից շատ լավ ծանոթ 54 89 34 եւ էլեկտրոնային փոստի հասցեն շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ tv.am։ Այսօր հարգելի հեռուստադիտողներ, մենք կրկին անդրադառնալու ենք մարդու հոգեբանական առողջությանը եւ հատկապես այն կանանց համար ենք այսօր հրավիրել տաղավար մեր հյուրին, ովքեր այսպես ասած հոգեբանական անպտղության մեջ են կասկածում իրենց։ Մեր տաղավարում է հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ Լիլիթ Գարգրցյանը եւ նորից եմ հիշեցնում հեռախոսահամարը 54 89 34։ Բարև ձեզ Լիլիթ։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Լիլիթ, դուք ընդհանրապես պրենատալ հոգեբանության մեջ ավելի շատ եք խորացել եւ դասավանդում եք համալսարանում հենց այդ առարկան։ Սա կարելի է այս հարցը համարել այդ առարկայի մի մասը ուսումնասիրության չափով այո, քանի որ կան պրենատալ տեսություններ, որոնք հենց դիտարկում են անպտղության պատճառները անձի հենց իր ներարգանդային զարգացման առանձնահատկությունների հետ կապված։ Այսինքն հենց այն կնոջ ներարգանդային զարգացման ում մոտ տարիներ հետո անպտղության խնդիր է առաջ եկել, այո։ Ինչ տեսություններ են դրանք, հետաքրքիր է։ Այդ տեսությունները հիմնականում վերաբերում են տրանսպերսոնալ հոգեբանության տեսություններն են, որոնք համարում են, որ մարդը ունի ապրումներ դեռևս մինչև ծնվելը եւ մինչև ծնվելը ու հատկապես ծնվելու պահի հետ կապված այդ ծննդաբերության ընթացքի հետ կապված ապրումները, դրանք դրոշմվում են խոր անգիտակցականում եւ հետագա կյանքի վրա, հոգեկան առողջության վրա թողնում են իրենց հետքը։ Նաև հնարավոր է բերեն ֆիզիկական հետևանքների, թե նման բանը բացառվում։ Ֆիզիկական չէ, ավելի շատ հոգեբանական խնդիրներ, հոգեբանական հիվանդություններ, խանգարումներ, որոնք որ կարող են դրսևորվել։ Օրինակ միգրենը կարող են կապել ծնվելու process-ի հետ, որը ավելի հոգեսոմատիկ էսպես ծագում ունի։ Այո, հետաքրքիր տեսակետ է, որ միգրենը նման ծագում ունի, որովհետև սովորաբար բժիշկները դա այդպես չեն բացատրում, ավելի շատ ֆիզիոլոգիայի հետ են կապում։ Կա տեսություն, որը միգրենը կապում է ծննդուղու միջով անցնելու այդ գլխի սեղման process-ի հետ, հատկապես եթե երկարաձգված է ծննդաբերությունը եւ ծննդուղիով անցնելը երկար է տևում, հետագայում համարում են, որ կարող է առաջանալ միգրեն հիվանդությունը։ Կլաուստրոֆոբիան են հաճախ կապում ծննդյան պահի ապրումների հետ։ Լիլիթ, եթե ընդունենք, որ տեսությունները պարզապես առաջարկում են ինչ-որ տարբերակներ, հա, այս կամ այն խնդրի շուրջ, այս կամ այն խնդրի թեմայով, այս դեպքում նույնպես կարելի է համարել, որ սա ընդամենը տեսակետ է եւ ապացուցված չէ, որ օրինակ, եթե տվյալ կինը մինչև իր ծնվելը, իր դեռ ներարգամոր արգանդում գտնվելու ժամանակ ինչ-որ խնդիր է եղել, հետագայում դա բերել է իր անպտղությանը։ Այս տեսությունները կան, գոյություն ունեն, այդ տեսությունները ունեն շատ աջակիցներ, կա միկրոհոգեվերլուծության տեսությունը, որը եւս այսպես ասած վերլուծում է մինչև ծնվելը մարդու ապրումները, տրանսպերսոնալ հոգեբանությունը, Ստանիսլավ Գրոֆի հայտնի այսպես ուղղությունը, հոգեթերապևտիկ, սակայն այսպես ավանդական բժշկությունը, ապացուցողական բժշկությունը չի ընդունում այս տեսությունների իրավացիությունը զուտ այն պատճառով, որ դրանք դժվար է ստուգել էմպիրիկ ճանապարհով։ Այո։ Հիմա անդրադառնանք հենց այսօրվա բուն թեմային, որի մասին մի քանի հարցեր ենք ստացել, ես առանձնացրել եմ մեր էլեկտրոնային փոստից, հոգեբանական անպտղություն։ Սա ընդունելի եզրույթ է, բառակապակցություն է հոգեբանների համար, թե ավելի ճիշտ անվանում նույնպես կա
այս երևույթի։ Սովորաբար մանկաբարձության գինեկոլոգիայի մեջ ասում են չպարզված պատճառներով, եթե ես հայերեն ճիշտ եմ ձևակերպում, չպարզված կամ անորոշ պատճառներով անպտղություն։ Քանի որ կա այդպիսի տոկոս անպտղության, տարբեր աղբյուրներում տարբեր է նշվում իհարկե, որի համար կոնկրետ պատճառներ չկան, ոչ մորֆոլոգիական, ոչ ֆիզիոլոգիական պատճառներ չկան, այսինքն կինը պրակտիկորեն առողջ է, բայց չի կարողանում երեխա ունենալ, կամ լինում է հղիություն եւ լինում են վաղ վիժումներ, կամ ընդհանրապես չի լինում հղիություն։ Չպարզված պատճառներ։ Չպարզված կամ անորոշ պատճառներ։ Եթե հղիություն լինում է եւ չի շարունակվում, դա կարծես թե արդեն պատճառ է պարզված անպտղության համար, բայց բժշկական առողջական պատճառներ այդ վիժման համար չեն լինում։ Այո, խնդրում եմ ասեք Լիլիթ, թե այս չպարզված պատճառներով կամ եթե կարելի է ձևակերպել նաև ոչ օրգանական, որ կոնկրետ որևէ օրգանի ֆունկցիայի խաթարման հետ չի դա կապված պատճառներով ստեղծված իրավիճակը, որ մարդիկ ավելի շատ անվանում են հոգեբանական անպտղություն, կարող է հանդիպել միայն կանանց մոտ, թե տղամարդիկ նույնպես թիրախում են այս դեպքում։ Սովորաբար ավելի շատ դիտարկում են կանանց հոգեբանությունը այս դեպքում, բայց տղամարդկանց մոտ եւս կարող է դրսևորվել, քանի որ այդ հոգեծին բնույթի խնդիրները կարող են լինել թե կնոջ, թե տղամարդու մոտ։ Օրինակ ստրեսը երկուսի մոտ էլ կարող է հավասարաչափ առկա լինել եւ ազդել իրենց օրգանիզմի վիճակի վրա։ Այո, խնդրում եմ ներկայացրեք պատճառները նման իրավիճակի, պայմանականորեն մենք սա այսօր կոչենք հոգեբանական անպտղություն, հա, եւ թե ինչ է իրականում կատարվում մարդու հոգեբանության հետ այդ ժամանակ, ինչ մեխանիզմներ են աշխատում։ Նախ ասեմ, որ հոգեբանական անպտղություն տերմինը օգտագործվում է ավելի շատ առօրյա խոսակցական եզրույթում եւ նաեւ ավելի հանրամատչելի դարձնելու համար այս խնդիրը իհարկե օգտագործվում է նաև մասնագիտական շրջանակներում կամ ասում են անպտղության հոգեբանական պատճառներ, այդպես էլ են ասում։ Մենք գիտենք, որ հոգեկանը եւ մարմինը սերտ կապի մեջ են, այսինքն հոգեկան պրոցեսները, հոգեկան վիճակները ավելի շատ իրանք ազդում են մարդու օրգանիզմի վրա, օրգանիզմի գործառույթների վրա։ Եթե կոնկրետ նայենք անպտղության տարբերակով, ապա կարող ենք ասել, որ հոգեվիճակները ազդում են ոչ միայն նյարդային համակարգի վրա, էնդոկրին համակարգի վրա եւս, եւ դրանք կարող են բերել էնդոկրին համակարգի որոշակի փոփոխությունների, որոնք կարող են դառնալ անպտղության պատճառ։ Նաեւ շատ կապ ունի իմունային համակարգը, քանի որ ստրեսները հատկապես կամ երկարատև դեպրեսիաները իրենք ախտահարում են իմունային համակարգը, նվազեցնում են, ցածրացնում են օրգանիզմի իմունիտետը, դիմադրողականությունը, մարդը դառնում է ավելի խոցելի տարբեր տիպի ազդեցությունների, հիվանդությունների նկատմամբ, օրգանիզմը ավելի հակված ինչ-որ խանգարումների։ Եվ սա այդ ամենապարզ մեխանիզմն է, որ հոգեվիճակը, սուր հոգեվիճակները, ստրեսը, ուժեղ վախը, խուճապը եւ դեպրեսիան իրանք կարող են ունենալ իրենց ազդեցությունը օրգանիզմի եւ ունենում են, հա, մարմինը եւ հոգեկանը տարանջատված չեն, դրանք ունենում են իրենց ազդեցությունը։ Այո, սա ընդհանուր մեխանիզմն է, այսպես ասած։ Լիլիթ, փաստորեն դուք նշեցիք, որ օրինակ վախը, ստրեսը, խուճապը եւ դեպրեսիան, որ համարվում են հոգեծին իրավիճակներ, ես ճիշտ եմ ֆիքսել, հոգեկան վիճակներ, կարող են դառնալ պատճառ հոգեբանական անպտղության։ Ինչպես, օրինակ, ինչից պետք է վախենա կինը, որ դա հանգեցնի այդ երևույթին։ Առաջինը ուզում եմ խոսել ամենատարածված վախի մասին, դա չհեղիանալու վախն է։ Ասեմ ի սկզբանե, որ բոլոր կանանց դա բնորոշ է։ Ցանկացած ամուսնացող կին ունի վախ, որ միգուցե ես չեմ ունենա երեխա։ Եվ դա նորմալ վիճակ է, այսինքն նորմալ է, որ բոլորը ինչ-որ չափով վախենում են։ Այո։ Եվ այդ անհանգստությունները բնորոշ են գրեթե բոլոր կանանց։
Սակայն որոշ կանայք ավելի հակված են այսպես այդ վախերի խորացման։ Եթե ամուսնությունից հետո առաջին ամիսներին, եթե իրենք ուզում են երեխա եւ ցանկանում են հղիանալ եւ առաջին ամիսներին հղիություն տեղի չի ունենում, սա կարող է պատճառ դառնալ, որ իրենք ֆիքսվեն այդ մտքի վրա, որ եթե հանկարծ ես երեխա չունենամ կամ իսկ եթե հանկարծ ես անպտուղ եմ եւ այլն, եւ այդ վախը կամած իրենց մոտ սկսի ավելի շատանալ, խորանալ եւ ամեն ամիս հղիության բացակայությունը կբերի այդ վախի առավել խորացման։ Եթե որևէ օրգանական, բժշկական պատճառ չկա անպտղության համար, այս վախը կարող է պատճառ դառնալ, որպեսզի կինը մնա այս փակ ցիկլի մեջ, որ ինքը ցանկանում է հղիանալ եւ վախենում է, որ չի հղիանա, եւ այդ ստրեսային վիճակը ամեն անգամ իր մոտ ակտիվանում է հատկապես այն նպաստավոր օրերին, երբ որ պիտի տեղի ունենա հղիությունը, քանի որ ինքը հաշվարկում է եւ գիտի որն են իր նպաստավոր օրերը, եւ հատկապես սեռական հարաբերության ժամանակ արդեն մեծ լարվածություն է առաջանում, ինչը եւ մկանային լարվածություն է եւ անոթային եւ արդեն հորմոնալ ֆոնն է փոխվում եւ օրգանիզմի իմունիտետն է ընկնում եւ սա կարող է պատճառ դառնալ իրական անպտղության փաստորեն։ Այո, դառնալ այսպես ասած ոչ չպարզված պատճառներով անպտղության պատճառ, քանի որ ամեն անգամ այն իրավիճակում, երբ որ հնարավոր էր հղիություն, կինը սուր ստրես է։ Այո, փաստորեն Լիլիթ, այդ վախը կարող է բերել նաև հենց ստրեսի այդ ցիկլի մեջ, ձեր նկարագրած, նաև դեպրեսիայի, ինչ որ մեկի մոտ դա կարող է արտահայտվել ընկճախտով, հա, եւ նա ոչ մեկի հետ չուզի շփվել, ոչ մեկի երեսը չտեսնել եւ այլն։ Քանի որ մեր մշակույթը այնպես է կառուցված, որ կնոջ համար շատ կարևոր է համարվում մայր դառնալը եւ այլն, եւ ցանկացած կին իր կյանքի կամ մարդկային ֆունկցիայի ամենակարևոր բաղկացուցիչ մասն է համարում մայրանալը, սա դառնում է նրա թերարժեքության պատճառ։ Իսկ երբ որ կինը ունի թերարժեքություն, երբ որ ինքը ունի չբավարարված այդ մեծ ցանկությունը, շատ հնարավոր է, որ ինքը արդեն դեպրեսիվ վիճակի մեջ հայտնվի։ Այսինքն կորցնի հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, ցանկություն որևէ բան անելու, ունենա անընդհատ ցածր ճնշված տրամադրություն, դառնա շատ նյարդային եւ շուտ գրգռվող, փորձի մեկուսանալ մյուսներից եւ այլն։ Եվ սա էլ իր հերթին բնականաբար, եթե արդեն զարգանա բուն դեպրեսիան, ելի իր հետ բերում է հորմոնալ փոփոխություններ եւ ինքը ընդհանրապես բերում է եւ սեռական ցանկության անկում եւ հետեւաբար ավելի մեծացնում է չհղիանալու հավանականությունը։ Այսպես ստացվում է, որ մարդը մի փակ շղթայի մեջ է հայտնվում։ Մինչև հասկանալը, թե ինչպես այդ փակ շղթայից դուրս գա, լսենք հեռուստադիտողի հարցը Լիլիթ, նա արդեն կապի մեջ է, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք, եթե մայրը հղիության սկզբից մինչև վերջ 9 ամսվա ընթացքում անընդհատ ստրեսների մեջ է եղել եւ այդ վիճակը ազդել է երեխայի վրա, որ մենք այժմ զգում ենք երեխան էլ շատ ստրեսային վիճակների մեջ են գնում, կապրիզնի բնավորություն ունի, չլսող, հակառակվող, ինչպես կարելի է ուղղել այդ երեխայի հոգեվիճակը, ում դիմենք, ինչ հասցեով, շնորհակալություն նախապես։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքիր հարց։ Եթե օրինակ այդ երեխան աղջիկ է, հետագայում նա կարող է փաստորեն ըստ այդ տեսություններից մեկի նաև ավելի լուրջ խնդրի առջև կանգնել։ Այսպես 100% հավանականությամբ չէ, բայց կա ինչ-որ ռիսկային գործոն։ Մենք սովորաբար չենք ասում սա պատճառ է, ասում ենք սա ռիսկի գործոն է, որպեսզի իր մոտ զարգանա այդ խնդիրը, հա, այսինքն ունենա հոգեբանական անպտղության խնդիր եւս, բայց ընդհանրապես մոր պրենատալ ապրումները ունենում են ազդեցություն երեխայի վրա։ Իհարկե ոչ ամեն ինչ, օրինակ ընկերքը երեխային պահում է ադրենալինի մեծ ազդեցություն, այսինքն
ընկերքը ֆիլտրում է ադրենալինը, երբ որ կինը օրինակ շատ կտրուկ ինչ-որ ստրես է ապրում, ադրենալինը գոնե չի հասնում երեխային, բայց այնուամենայնիվ այդ ապրումները փոխանցվում են թեկուզ հենց մկանային լարվածության տոնուսի միջոցով, որովհետև արգանդի մկանները կծկվում են եւ երեխային արդեն թթվածնի քաղց է առաջանում եւ այլն։ Եվ մոր ապրումները հորմոնալ մնացած ֆոնի միջոցով են փոխանցվում եւ արդեն ապացուցված փաստ, որ երեխան լսում է 16 շաբաթականից եւ լսում է եւ կարող է նաեւ որոշակի էմոցիաներ ունենալ։ Դա էլ է ապացուցված փաստ, քանի որ երեխաների միմիկան հիմնական էմոցիաների առկա է մինչեւ նրանց ծնվելը։ Իսկ հիշողությունը Հիշողությունը երբ է ձևավորվում, թե չկան։ Որոշ տեսություններ պնդում են, որ շատ վաղ, այսինքն բջջային մակարդակով կա տպման այսպես process, այսինքն հիշողությունների տպման, ինչ որ ապացուցված է, կարող եմ ասել այն, որ երեխան հիշում է այն ձայները, որոնք լսել է հղիության ընթացքում եւ իր մոր ձայնը ճանաչում է, եթե մայրը խոսել է եւ այն մարդկանց ձայները, ովքեր որ խոսել են։ Նա հիշում է եւ ճանաչում է մայրենի լեզուն, այդ պատճառով երեխաները այդքան շուտ են սկսում ճիշտ խոսել մայրենի լեզվով, այսինքն իրենք մայրենի լեզվով խոսում են քերականապես ճիշտ, այսինքն սկսում են շատ վաղ ճիշտ օգտագործել եզակի եւ հոգնակի ձևերը համադրելով բայնու գոյականը միասին, իսկ երբ որ օտար լեզու են սովորում, իրենց համար դժվար է լինում այդ համաձայնեցումները կատարել, որովհետև մայրենի լեզվի կառուցվածքը իրենց մոտ նստած է մինչև ծնվելը։ Շատ հետաքրքիր է։ Իսկ հիմա վերաբերում է, այո, հարցին։ Ինչ անեն այս երեխայի հետ։ Նախ եւ առաջ իհարկե հասկանալի չէ թե երեխան քանի տարեկան է եւ ինչ խնդիրներ են։ Եթե խնդիրները շատ անհանգստացնող են, այդ դեպքում միգուցե կարելի է գնալ մեկ կոնսուլտացիայի հոգեբանի մոտ տեսնելու արդյոք երեխան ունի մասնագիտական օգնության կարիք։ Այո։ Բայց այստեղ նաև ուրիշ խնդիր կա։ Հնարավոր է, որ մոր մոտ այդ ստրեսային ապրումները հղիությունից հետո եւ հղիության ընթացքում շարունակվում են եւ հիմիկվա երեխայի վիճակը ուղղակի արձագանք է մոր հոգեվիճակին։ Այո։ Եվ հնարավոր է ուղղակի դեպքը չգիտենք, ծնողը եւ երեխան համատեղ այցի դեպքում կպարզեն, թե ով ավելի շատ կարիք ունի հոգեբանական աջակցության, միգուցե էլի ծնողի խնդիրն է, ինքը դեռ ինչ-որ ապրումներ ունի եւ դրանք արտացոլվում են երեխայի վրա։ Այո։ Լիլիթ, մենք այստեղ նույնպես հարց ստացանք, չնայած ես կընթերցեմ նաև առանձնացրածները։ Հեռուստադիտողը գրում է. Լիլիթ, խնդրում եմ ասեք, ճիշտ է այն տեսակետը, որ անպտղության խնդրի առջև կանգնած կանայք կամ շատ բարի են դառնում կամ չարանում են եւ նույնիսկ գրականության մեջ կան դեպքեր նկարագրված հեքիաթներում, երբ ասենք այդ չար կինը չի ունենում իր սեփական երեխան եւ այլն, եւ սրա հիմքում ինչն է ընկած։ Մենք մի փոքր խոսեցինք այդ մասին, երբ որ կինը երեխա չի ունենում, իր մոտ սկսվում են սեփական անձի փոփոխություններ։ Կարող է լինել սեփական անձի թերարժևորում, չնշեցի կապված այն ժամանակ մեղքի զգացում, սա շատ կարևոր է, շատ կարևոր է, ամուսիններից երկուսի մոտ էլ կարող է լինել խոր մեղքի զգացում, որը իր հետ բերում է բազմաթիվ այլ երևույթներ, նույն ընկճված տրամադրություն, նույն թշնամանք, որովհետև շատ հաճախ մեղքի զգացումը այսպես շրջվում է կամ իր հանդեպ է թշնամաբար կինը տրամադրվում կամ մյուսների հանդեպ։ Այո։ Այդ սեփական մեղքի զգացում ինքն իրեն մեղադրելու, ինքն իր նկատմամբ բացասական ապրումները կարող են վերափոխվել եւ շրջվել ուրիշների նկատմամբ։ Եվ այդ դեպքերում կարող է լինել չարացում, նախանձ, այլ մարդկանց նկատմամբ, ովքեր ունեն երեխաներ, կամ երեխաների նկատմամբ, բայց ոչ բոլորի մոտ է, ոչ մի օրինաչափություն չկա, որ մենք ասենք բոլոր անպտուղ կանայք կամ այսպիսին են, կամ այսպիսին։ Կարող է լինել, որ կինը գտնի իր կյանքի համար այլ իմաստ, օրինակ բարեգործության մեջ, այլ երեխաների խնամքի մեջ եւ երբեք որևէ մեկը չասի նա անպտղության պատճառով չարացել է։
Այո, հասկանալի։ Ինչքան մարդ, այդքան տարբեր արձագանքներ այս երևույթին։ Այո, ես նաև ընթերցեմ մյուս հարցերը, որ ավելի վաղ էինք ստացել, ասում է բարև ձեզ, ես 12 տարի ամուսնացած եմ, բայց երեխա չունեմ, լսել եմ, որ շատ ցանկանալը նույնպես կարող է հոգեբանորեն հակառակ ազդեցություն ունենալ, առողջական տեսակետից որևէ խնդիր չունեմ, պարզապես ես ինձ մեղավոր մարդ եմ համարում այն ինչի մասին դուք խոսեցիք եւ այս վիճակը որպես պատիժ եմ ընդունում, ինչ անեմ այս տանջանքներից ազատվելու համար, դա արդեն անտանելի է դառնում։ Նախ առաջին հերթին պետք է հասկանալ ինչ մեղքի զգացում է, որ տանջում է այդ մարդուն։ Կարող է լինել իր կրոնական օրինակ հավատքի, իր համոզմունքների հետևանք, կարող է լինել ինչ-որ արարք, որ իր կարծիքով շատ մեղք է եւ ինքը այդ մեղքի զգացումով ապրում է։ Այդ մեղքի զգացումը արդեն կարող է ձևավորել որոշակի օրգանիզմի ռեակցիա, հատկապես այդ ռեակցիան կարող է ակտիվանալ հենց այն ժամանակ, երբ որ ինքը պատրաստ էր հղիության։ Այո։ Եվ ուղղակի թույլ չտալ, որ այդ հղիությունը տեղի ունենա։ Նման դեպքերում կինը կարող է հոգեբանի միջոցով, հոգեբանի օգնությամբ ավելի ճիշտ դուրս գալ իրավիճակից։ Եվ պետք է նա մենակ գա հոգեբանի կոնսուլտացիային կամ հոգեբանի հետ աշխատանքին, հա, այս խնդիրը հաղթահարելու համար, թե պարտադիր է, որ իր հետ լինի նաև ամուսինը։ Չկա ոչ մի 100%-անոց դեղատոմս, այսինքն նույնիսկ բժիշկները, եթե կա օրգանական խնդիր, երբեք չեն երաշխավորում, որ բուժումից հետո անպայման երեխա կունենան։ Բայց ասում են, որ բուժումը պետք է։ Հիմա նույնը հոգեբանը։ Ես չեմ կարող ասել, որ 100% դեպքերում, եթե կինը ունի նման խնդիր, ինքը կգնա եւ կունենա երեխա, բայց որ պետք է գնալ։ Այո։ Դա հաստատ, եթե այդ աստիճան իրեն անհանգստացնում է արդեն եւ այդ մեղքի զգացումը, թեկուզ իր հոգեկան բարեկեցության համար, իր հոգեկան առողջության համար, նույնիսկ այն դեպքերում, երբ որ կանայք ունենում են արդեն առողջական պատճառներով անպտղություն, հաճախ իրենք ունենում են հոգեբանի կարիք, որովհետեւ իրենք ունենում են լուրջ բարդություններ եւ մեղքի զգացում եւ կարող է դեպրեսիայի մեջ հայտնվեն եւ որպիսի հաղթահարեն, գտնեն իրենց կյանքում ինչ որ իմաստ, որը կօգնի ապրել լիարժեք։ Չէ որ դրանով իհարկե շատ կարևոր է, շատ ցանկալի է, բայց միայն երեխայի ծնունդով չէ որ մարդու կյանքը իմաստավորվում է։ Իրենց դա պետք է որպեսզի իրենք ապրեն լիարժեք կյանքով եւ իրենց կան ավելի բարենպաստ։ Այո, երկրորդ հարցը կարդամ, ասում է խնդրում եմ ասեք, ճիշտ է որ անպտուղ զույգը երեխա է որդեգրում, հետո նաև սեփական երեխային է ունենում, ինչով է դա բացատրվում։ Դա բացատրվում է նրանով, որ թուլանում է ստրեսը։ Թուլանում է ստրեսը երեխա չունենալու վախը։ Եվ երբ որ օրգանիզմը արդեն չի անընդհատ չի լարվում, այն դառնում է ավելի պատրաստ հղիությանը։ Նաև որոշակի հորմոններ կարող են ակտիվանալ, եթե հատկապես այդ երեխան փոքրիկ է, որ որդեգրել են, որոնք որ նպաստում են, այսպես օրգանիզմի իմունիտետը կբարձրանա եւ կստեղծվի ավելի նպաստավոր պայմաններ, որպիսի օրգանիզմը պատրաստ լինի դրան։ Այսինքն կարելի է ասել, որ այո, կան նման բան։ Կա դեպքեր կան, որ հայտնի են եւ հեռուստադիտողներն էլ հաստատ գիտեն նման դեպքեր, այդ պատճառով են հարցը ուղղել։ Այո։ Երրորդ հարցն եմ կարդում, մեր ստացած, գրել է հարգելի Կարինե, խնդրում եմ հրավիրեք հոգեբան եւ փոխանցեք իմ այս հարցը, ինչպես բացատրեմ իմ շրջապատին, որ իրենցից ոչ մեկը ինձանից շատ չի մտածում իմ երեխա ունենալու մասին։ Ես չեմ ուզում նեղացնել հարազատներից եւ ծանոթներից, բայց նրանց հարցերը ինձ հունից հանում են։ Ահա, սա էլ կարծում եմ շատերին հուզող հարց է։ Ամենաբարդ խնդիրն է, որ մենք ունենք հատկապես հայկական մշակույթում, որովհետև հայկական մշակույթում մարդիկ շատ հաճախ անցնում են անձնական սահմանները եւ փորձում են ուրիշի կյանքով չափազանց հետաքրքրվել եւ սա ավելի է խորացնում այն մարդու վիճակը, ով որ անպտուղ է։ Քանի որ ինքը առանց այդ էլ ունի շատ խորը ապրումներ, առանց այդ էլ թերարժեքություն է զգում, վախ ունի, որ երբեք դա իր մոտ չի ստացվի,
եւ կողքից հարցերը ավելի սրում են այս իրավիճակը եւ մարդուն դրթում մեկուսանալու կամ չշփվելու կամ ագրեսիվ է դառնում մարդը պետք է ասել ձեր մտերիմներին, ձեր զգացմունքների մասին, այսինքն կարելի է ուղղակի հանգիստ ասել, գիտեք, ես ինձ շատ ճնշված եմ զգում, եթե ճնշվում եք, կամ ես շատ բարկանում եմ, երբ որ դուք այդ հարցը տալիս եք, քանի որ ինքս էլ շատ անհանգստացած եմ։ Այսինքն մարդուն թույլ տվեք, որ իմանա, որ իր հարցով ձեզ ցավ է պատճառում։ Այո։ Եվ ես հույսով եմ, որ մեր հեռուստադիտողների մեջ կան շատ հարազատներ, ովքեր որ ունեն անպտուղ, այսպես զույգ իրենց ծանոթների շրջանում եւ տեսնելով հաղորդումը մի պահ կմտածեն հարցնելուց առաջ կամ միջամտելուց առաջ, արդյոք իրենց հարցերով չեն ցավեցնում դիմացինին։ Այո։ Էլի այստեղ հարց ունենք առանձնացրած Լիլիթ, ասում է հարգելի Տիկին Հարությունյան, եթե հնարավոր է փոխանցեք հոգեբանին իմ խնդրանքը, ինչպես կառավարեմ իմ մտքերը։ Ասում են, որ երբ մոռանում ես երեխա չունենալու քո խնդրի մասին, այդ լավ լուրն իրենց սպասեցնել չի տալիս, բայց ինչպես կարող եմ մոռանալ, եթե ես ամբողջ օրը միայն դրա մասին եմ մտածում։ Ահա։ Սա եւս մի ուրիշ այսպես փակցիկլ է, հա, երբ որ մարդուն ասում ենք մի մտածիր ինչ որ մի բանի մասին, մենք նույնիսկ դրթում ենք, որ ինքը մտածի։ Եթե մենք փորձենք այսպես հիմա ասել, եկեք չմտածենք այս բաժակի մասին, անկախ մեզանից մենք սկսելու ենք մտածել այդ բաժակի մասին։ Այո։ Եվ սովորաբար ճնշելը այդ մտքերը օգուտ չի տալիս, ինչքան փորձում ես ճնշել քո միտքը կամ ցանկությունը, այնքան ավելի վառ է այն արտահայտվում։ Պետք է փորձել սկզբից իհարկե ինքնուրույն հաղթահարել, ինչքանով որ հնարավոր է։ Պարզել սեփական վախերի աղբյուրը, օրինակ, ինչն է ինձ հատկապես անհանգստացնում այդ հարցում, ինչից եմ ես վախենում, ինչ եմ ես շատ ուզում ունենալ երեխա, հա։ Հասկանալ այդ պատճառները, որը որ կօգնի մի քիչ ավելի հանգիստ վերաբերվել տվյալ խնդրին, հա, ինչքան հնարավոր է փորձեք պարզել, թե դուք ինչ եք զգում դրա հետ կապված, ինչու եք այդքան անհանգստանում, ինչ եք մտածում, հետո փորձեք ժամկետ տալ ձեզ։ Օրինակ, որոշել, որ այսքան ժամկետում ես որոշել եմ, որ չպետք է հղիանամ։ Հա? Ինչ որ մի բան գտեք, քանի որ եթե դուք ինչքան ուզում եք փորձեք չմտածել, եթե դուք պատրաստվում եք հղիանալ, միևնույն է անընդհատ այդ միտքը կա, թե այն օրերին, որոնք նպաստավոր են հղիության համար, թե այն օրերին, երբ որ պիտի պարզեք հղիացել եք, թե ոչ։ Այո։ Որովհետև այստեղ մի ուրիշ առանձնահատկություն էլ կա, բեղմնավորում կարող է տեղի ունենալ, բայց իմպլանտացիա կարող է չլինել։ Այսինքն ձվաբջիջը կարող է բեղմնավորվել, փողով հասնել արգանդին, բայց այդպես էլ չամրանալ արգանդի պատին։ Եվ այդ դեպքում կինը չի իմանում, որ բեղմնավորում եղել է եւ որևէ մեկն էլ չի իմանում, հա, ոչ։ Հուսով եմ այս կանայք, որ գրել են հարցերը, արդեն այսպես ասած օրգանապես հետազոտված են եւ տեղյակ են իրենց ֆիզիոլոգիական վիճակի մասին։ Իմպլանտացիան տեղի ունենում մոտ բեղմնավորումից 2 շաբաթ հետո եւ դա մոտավոր կլինի այն շրջանը, երբ որ կինը պիտի պարզի ինքը հղիացել է թե ոչ։ Այս շրջանի այդ լարումը եւս կարող է բերել նրան, որ իմպլանտացիա տեղի չունենա։ Այսինքն, որ ինքը անդադ ստրեսի մեջ է, արդյոք ես կհղիանամ թե ոչ, ինչ կլինի այս ամիս, հա, իրենք սովորաբար շատ ստրեսային են դառնում ամսվա այն օրերին, երբ որ պիտի պարզվի իրեն թե ոչ։ Եվ դա այդ լարվածությունը, թե մկանային, թե անոթային, կարող է բերել նրան, որ խոչընդոտի բեղմնավորված ձվաբջիջի իմպլանտացիային արգանդի պատի մեջ։ Եվ դրա համար պետք է կինը իրեն, այսպես ասած, ժամկետ տա, ինչ որ պատճառով հետաձգի։ Հասկանալի է։ Որպեսզի կարողանա իր մտքից հանել։ Այո։ Այլապես դժվար է, կամ պետք է դիմել մասնագետի օգնության, եթե զգում եք, որ սևեռուն է։ Այսա շատ կարևոր միտք է, որի մասին չխոսեցի։ Ինչպես նա կարող է հասկանալ, դա սևեռուն միտք է իր մոտ, թե ոչ։ Այսինքն մասնագետը երևի պետք է գնահատի եւ այդ ախտորոշում, չգիտեմ, կարելի է դրան ասել, թե ոչ, տալը դա հեշտ գործ է։
մարդը ինքը կարող է մոտավորապես այսպես հասկանալ, եթե անընդհատ դուք անհանգստացած եք այդ մտքով, եթե անդադ ինչ-որ վախեր ունեք կապված նրա հետ, բա եթե ես երեխա չլինեմ, ինչ կլինի, այսպես կլինի, այսպես կլինի, այսպես։ Եթե ամեն ամիս դուք հստակ անհանգստացած եք ձեր օվուլյացիայի process-ով, եթե այն նպաստավոր օրերին կամ ամեն անգամ սեռական հարաբերության ժամանակ մտքում միայն հղիանալն է։ Այո։ Եվ այդ սեռական հարաբերությունը տեղի է ունենում միայն այդ նպատակով։ Եթե դրանից հետո անընդհատ դուք մտածում եք, արդյոք այսօր դա եղավ թե չի, արդյոք եղավ, եթե անընդհատ արդեն այն օրերին, երբ որ պիտի պարզվի հղիեք թե չէ, անընդհատ այդ միտքը ձեզ անհանգստացնում է, գիշերը չեք կարողանում քնել եւ այլն, ուրեմն բավականին սևեռուն է։ Այս դեպքում այս վիճակը ինքը կարող է ուղղակիորեն հանգեցնել նրան, որ դժվարացնի հղիացումը։ Այո, ինչպես առաջին դեպքում վախը, այնպես էլ այս սևեռուն միտքը փաստորեն։ Ինքը կոմպլեքս է, այսպես միտք, վախ, անհանգստություն, տագնապ ուղղակի միտք չէ, հա, այսպես կոմպլեքս է վախի, մտքերի բազմաթիվ, եթե զգում եք, որ կա, դուք շատ եք ֆիքսված այդ մտքի վրա եւ չեք կարողանում ազատվել։ Ինչպես ազատվի։ Հոգեբանը այս դեպքում կկարողանա օգտակար լինել եւ դա երկարատև process է, ինչ աշխատանք է այս դեպքում կատարվում նման մարդկանց հետ։ Ամեն դեպք իհարկե անհատական է։ Հոգեբանը կարող է օգնել ազատվել սևեռունության աստիճանից, բայց միգուցե մարդը լիարժեք չազատվի այդ մտքից ու անհանգստությունից կամ ափսոսանքի զգացումից, բայց գոնե հոգեբանը կօգնի, որ այդ սևեռունությունը չլինի, որ մարդը ավելի հանգիստ վերաբերվի, իսկ երբ որ առաջանա հանգիստ վերաբերմունք իր վիճակի նկատմամբ, հավանական է, որ հղիություն տեղի ունենա։ Սովորաբար աշխատանքը տարվում է պարզելու, արդյոք կան ինչ-որ տրավմաներ, որոնք որ կարող էին պայմանավորել, ինչ-որ անհանգստացնող մի անգիտակցական ինչ-որ վախեր, օրինակ ծննդաբերության վախ, անգիտակցական, որ մարդը իրականում չի գիտակցում, բայց ինչ-որ պատճառով մանկուց իր մեջ նստած է, կամ հղիության վախ, կամ գիրանալու, մարմինը տձևանալու վախ, կամ ամուսնուն կորցնելու, նրա սերը կորցնելու վախ երեխա ունենալուց հետո, պատասխանատվության վախ, վատ ծնող լինելու վախ, կան մի շարք վախեր, որոնք կարող են ուղղակիորեն մարդու կողմից չգիտակցվել, ասենք չհղիանալու վախը ինքը գիտակցվում է, բայց կան մի շարք վախեր, որոնք կարող են առկա լինել եւ խոչընդոտել հղիությանը, բայց չգիտակցվել մարդու կողմից։ Այսինքն մենք պետք է աշխատենք գիտակցել դա եւ կառավարել։ Այո, հնարավորինս։ Եթե ինքնուրույն չենք կարողանում, ապա հոգեբանների աջակցությամբ։ Շատ շնորհակալություն Լիլիթ հետաքրքիր զրույցի համար, մեր ժամանակը եթերային սպառվում է, հուսամ մեզ լսեցին եւ այն կանայք, ում հարցերը հնչեցին այսօր եւ հատկապես այն բարեկամները, ծանոթները, ում ուղղվեց ձեր խոսքը, շատ շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում էր հոգեբան Լիլիթ Գարգրցյանը եւ մենք խոսում էինք հոգեբանական անպտղություն երևույթի մասին, սա փաստորեն այն վիճակն է, երբ կինը, ասենք թե ստուգվել է, նաև նրա ամուսինը եւ որևէ ֆիզիոլոգիական պատճառ չի հայտնաբերվել եւ հոգեբանական անպտղությունը չհայտնաբերված պատճառներով անպտղության, այսպես ասած, ընդհանրական անվանումն է եւ Լիլիթի խոսքից ուզում եմ մեջբերել երկու կետ, առաջինը, որ ուղղված է այն բոլոր սրտացավ կամ ոչ այնքան սրտացավ հարազատներին, բարեկամներին, ծանոթներին, հարևաններին, ովքեր ամեն օր անդադար հարցնում են տվյալ կնոջը իր հղիանալու կամ չհղիանալու մասին, հոգեբանն ասում է, որ հիշեք, որ ձեզանից ավելի շատ այդ մասին մտածում է տվյալ կինը եւ մի պահ դրեք ձեզ նրա տեղը, թե որքան տգեղ իրավիճակի մեջ է հայտնվում տվյալ կինը նման հարցերից եւ երկրորդը վախերը եւ սևեռուն մտքերը կարող են դառնալ իսկապես նաեւ ֆիզիոլոգիապես բացատրվող պատճառ անպտղության համար, այնպես որ աշխատեք կառավարել ձեր վախերը եւ մտքերը, եթե չի ստացվում, անպայման դիմեք հոգեբանի։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հանդիպելու ենք վաղը մեր նույն ժամին, առողջ եղեք։